ահաբեկիչներ, չէ՞, երբ որ այդ կաթսայի մեջ սկսում են ամբողջը խառնվել եւ եռալ, հա, հասկանալի է, չէ՞, որ տարբեր դերակատարներ իրենց շահերն են սկսում սպասարկել այդ տարածաշրջանում։ Սա շատ դեստրուկտիվ սցենար է մեզ համար։ Ես չեմ կարծում, որ նրա իրականացման հնարավորությունը այս պահին բարձր է, ես ցածր եմ գնահատում, բայց այդ հավանականությունը կա, դրա համար եմ ես ասում, երբեք մի ասա, երբեք։ Եթե մենք այն ինչ որ հիմա գնում է խաղաղության գործընթացը իր նախանշված հունով շարունակվի, մենք ունենալու ենք մոտակա տարիներին լիարժեք խաղաղություն։ Ես այսպես եմ դա տեսնում, եթե այդ ֆորս մաժորները չլինեն։ Հիմնական ֆորս մաժորը այսօր դա Իրանն է։ Ես ասում եմ, որ լայնամասշտաբ տարածաշրջանային երկարատև պատերազմի հավանականությունն է ցածր։ Մեզ համար սա է վտանգը։ Իրանին կարճատև ամերիկյան հարվածները մեզ համար վտանգ չեն ներկայացնում մեր շահերի տեսանկյունից։ Այսինքն 12-օրյա պատերազմի կրկնությունը մեզ համար վտանգավոր չէ։ Մեզ համար վտանգավոր է, եթե լինի ցամաքային օպերացիա, եթե Թուրքիայից տերորիստական խմբեր ներխուժեն Իրան,